Մարդ կարող է ունենալ փքվածություն կամ փորկապություն, բայց չիմանալ, որ ունի գրգռված աղու համախտանիշ եւ այս հիվանդությունների համար նախատեսված դեղերը չեն օգնի։ Այո, գրգռված աղու համախտանիշով պացիենտները ունենում են արտահայտված սիմպտոմներ, առաջին հերթին ցավ եւ աղիների գործունեության խանգարում, լուծ կամ փորկապություն։ Փքվածությունը եւս կարող է լինել, կարող է չլինել, այսինքն պարտադիր պայման չէ, հա կրիտերիա չէ ախտորոշման համար, բայց իհարկե նրանք չեն իմանում, որ գրգռված աղու համախտանիշ է, այլ ընդհակառակը մտածում են, որ որևէ լուրջ օրգանական խնդիր ունեն, օրինակ խոց կամ աղիների բորբոքային հիվանդություն եւ իրենց բոլոր այդ սիմպտոմները պայմանավորված են դրանցով, բայց հետազոտություններ են անում որոշակի էնդոսկոպիկ կլինի թե այլ շրջանցող ոչ ինվազիվ հետազոտություններ հասկանում ենք, որ տվյալ մարդու մոտ որևէ բորբոքային խնդրի հետ մենք գործ չունենք։ Այս պարագայում մենք հանգում ենք այն եզրակացությանը, որ կա գրգռված աղու համախտանիշ։ Եվ մեկ բան էլ շեշտեմ, որ լինում են նաև դեպքեր, երբ որ մենք հետազոտությունների արդյունքում գտնում ենք որոշակի օրգանական խնդիրներ, բայց դրանք այնքան արտահայտված չեն, որ կարող են նմանատիպ սիմպտոմների բերել։ Օրինակ, գտնում ենք գաստրիտ, որը չէր կարող իրենց ցավերի, լուծի, փորկապության պատճառը հանդիսանալ։